Այսօր մենք հավաքվել ենք զուտ մեր բողոքի ակցիան, մեր բողոքի ձայնը բարձրացնելու, որպեսզի հանրությունը իմանա, դեռ մարդիկ կան, ովքեր փորձում են պայքարել Հայաստանի անկախության համար։ Զինծ առայության ժամանակ եմ ստացել, երբ այդ հակառակորդի սպային Չակերտավոր ասած միշտ դիրքային հատվածում իրան որ խելոք չէր պահե, ճանապարհեցինք իրանց տուն, զորամասի հրամանատարը 1800 հոգանոց զորամասը շարարապարակում հավաքելուց հետո հպարտության խոսքեր ասեց, որոնք ես չեմ մոռանում ու ցավով եմ կոնկրետ այս մեկը տալիս։ Սա չի կարա արժեք ունենա այն պարագայում, երբ որ Արցախի հանձնման օրը սեպտեմբերի 19-ին, ինչ էին դրան այդ լաբուբուն, այդ Վահան Կոստանյանը ստանում է հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աշճանի շքանշան։ Երբ որ բացենք մեդալները, արդեն արժեզրկումը որտեղից է գալիս։ Ամեն գերատեսչական մեդալի վրա գրած է 6322, սա նշանակում է, որ ինքը 6322-րդն է եղել ու նմանատիպ 30-ից ավել մեդալներ ու շքանշաններ կան, որոնք ընդհանուր գումարային թիվը հասնում է 100,000-ից ավել։ Իսկ եթե այդքան արժանի մարդիկ կային, ապա ինչու ենք այս իրավիճակին։ Հարգելիս տեղեկացրեք, հետևները ծանր չի, թող դուրս գան։ Այս գետնին դնելը ձեր ամոթն է, ձեր համակարգի ամոթն է, ձեր քաղաքական ղեկավարության մի խոսքով իմաստ չկա շարունակելու։ Վերջ, ձեզ շնորհակալություն, դեռ կհանդիպենք։